Մերձավոր Արևելքի արյունալի պատերազմը կարող է ավարտվել, համենայն դեպս հակամարտող կողմերը նման ցանկություն հայտնում են։ Միացյալ Նահանգների նախագահն Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու ժամկետներ է նշում։ Կարծում եմ 2 կամ 3 շաբաթից մենք կհեռանանք, քանի որ այլևս պատճառ չկա դրանով զբաղվելու։ Այս պահին էլ բանակցում ենք նրանց հետ, մենք փոխել ենք Իրանի ռեժիմը, սակայն ռեժիմի փոփոխությունն իմ նպատակներից չէր։ Իմ միակ նպատակն այն էր, որ նրանք միջուկային զենք չունենան, որն էլ իրականություն է դարձել։ Մենք արդեն ավարտում ենք աշխատանքը, եթե նրանք համաձայնության գան, հիանալի կլինի, սակայն արդեն կարևոր չէ նրանք գործարք կկնքեն, թե ոչ։ Նրանցից կպահանջվի 15-ից 20 տարի, որ վերականգնեն այն ամենն, ինչ մենք ոչնչացրել ենք։ Նահանգների նախագահի խոսքով իրանցիները նույնիսկ չեն դիմադրում, չեն կրակում, քանի որ բանակ չունեն։ Ամերիկայի պատերազմի գերատեսչության ղեկավարի պնդմամբ այսօր իրենք են թելադրում պայմանները։ Մարտի դաշտում մեր ռազմական հզորությունն ավելանում է, իսկ նրանց են նվազում։ Առաջիկա օրերը շատ վճռորոշ են լինելու։ Իրանը գիտի այդ մասին։ Մեր գրոհները լուրջ հարված են հասցրել նաև իրանական բանակի մարտական ոգուն։ Դա հանգեցնում է մասսայական դասալքության, հիմնական անձնակազմի պակասի եւ հիասթափության բարձրաստիճան ղեկավարների շրջանում։ Տարածաշրջանում Իրանի ռազմական հզորությունը թուլացնելու մասին է հայտարարել նաև հրեական պետության վարչապետը, պարծենալով իսրայելական հոբ համակարգով, որն ըստ նրա աշխարհում լավագույնն է։ Մենք պետք է գործեինք եւ արեցինք դա։ Մենք կոտրեցինք մեզ խեղդող իրանական ահաբեկչական խմբավորումների ուժը։ Այո, նրանք դեռևս ունեն մեզ սպառնալու որոշ կարողություն, բայց այլևս չեն կարող սպառնալ մեր գոյությանը։ Բիբին կրկին հայտարարել է, որ սա նահանգների հետ համատեղ գործակցության արդյունք է։ Իսրայելը բազմիցս է ապացուցել իր հավատարմությունը Վաշինգտոնին։ Մինչդեռ ՆԱՏՕ-ի անդամ երկրների այսպես կոչված դավաճանությունը Թրամփը չի պատրաստվում մոռանալ կամ ներել։ Դավաճանների համար նահանգների նախագահն առաջարկ ունի։ Հորմուզի փակման պատճառով կործանիչների համար վառելիք կարող են ձեռք բերել նահանգներից կամ քաջություն հավաքեն, գնան Հորմուզի նեղուց ու պարզապես վերցնեն այն։ Կսկսեք սովորել ինչպես ինքներդ ձեզ պաշտպանել, ասել է նա։ Թրամփը նաև հայտարարել է, որ լրջորեն քննարկում է Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը, քանի որ դա շինքը համարում է թղթե վագր։ Իրանն անհրաժեշտ կամք ունի շարունակվող պատերազմը դադարեցնելու համար, սակայն երաշխիքներ են պետք, որ հակամարտությունը չի կրկնվի, ասել է Իրանի նախագահը։ Վաշինգտոնի հետ ուղիղ ու անուղղակի բանակցությունների մասին Թրամփի պնդումներին արձագանքել է Իրանի արտգործնախարարը Ալ Ջազիրային տված հարցազրույցում։ Այս պահին ոչ մի նման բան գոյություն չունի։ Պետությունները սովորաբար հաղորդագրություններ, ուղերձներ են փոխանցում միմյանց ուղիղ կամ անուղղակի։ Սրանք չի կարելի բանակցություն անվանել։ Մենք մեսիջներ ենք ստացել ԱՄՆ-ից, որոշները ուղիղ, որոշներն էլ տարածաշրջանային մեր ընկերներից։ Պարոն Ուիտքոֆն ուղիղ ուղերձ էր եղել, սակայն դա բանակցություն չէ։ Իրանը որևէ պատասխան չի տվել Միացյալ Նահանգների 15 կետանոց առաջարկին, ասել է Աբաս Արաղչին, հավելելով, որ Վաշինգտոնի հանդեպ վստահությունը հավասար է 0-ի։ Անվստահությունը փոխադարձ է, Արաղչիի հայտարարություններն էլ զայրույթ են առաջացնում նրա ամերիկացի պաշտոնակցի մոտ։ Այդ տղա ստախոս է, նա հեռուստատեսությամբ շաբաթներ առաջ հերքում էր, որ Իրանն ունի որևէ հրթիռ, որը կարող է թռչել որոշակի հեռավորությունից այն կողմ։ Քանի դեռ վստահություն չկա, պատերազմը շարունակվում է։ Հզբոլահը ավելի քան 20 րոպե անընդմեջ ռմբակոծել է Իսրայելի հյուսիսը։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցնում Լիբանանի հարավում։ Բեյրութի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Թել Ավիվի ուղղությամբ նոր հարձակումներ է իրականացրել նաև Իրանը։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում գտնվող բրիտանական Քաստրոլ գործարանին, որից հետո հրդեհ է բռնկվել։ Հզոր պայթյուններ են որոտացել նաև Բահրեյնի ամերիկյան ռազմաբազայում։ Միաժամանակ Քուվեյթից Իրանի ուղղությամբ հրթիռային գրոհ է եղել։ Առավոտյան հարձակման են ենթարկվել նաև Թեհրանը և Սպահանը։ Թիրախավորվել են Պահապանների կորպուսի ռազմական օբյեկտները։ Իրաքյան անօդաչուն խփել է զինամթերք տեղափոխող բեռնատարին Իրանում։
Երկնքից թափվող հրթիռների ու անօդաչուների տարափը բոլորովին չի ահաբեկում իրանցիներին։ Իրանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց նշելու Իսլամական Հանրապետության օրը։ Համազգային տոնակատարություններին միացել է նաև քաղաքական վերնախավը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին Թեհրանի փողոցներում մեծ ուրախությամբ են ողջունում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես դուրս է եկել Թեհրանի փողոցներ, միանալով հայրենասեր իրանցիներին։ Հանուն ամենաողորմած Աստծու, այստեղ եմ եկել միայն ժողովրդից ոգեշնչվելու։ Իսկապես նախանձել կարելի է մոտիվացված եւ ուժեղ ոգի ունեցողներին, որոնք զոհողության են պատրաստ իրենց երկրի ու ժողովրդի համար, ասել է Արաղչին։ Մարիկ Կոստանյան, Էպիկենտրոն։